Հիսուսը լույսն է աշխարհի։ Գրված է Հովհաննես ավետարանի 8-րդ գլխի 12-րդ խոսքում. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Ամեն։ Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ, բարեկամներ, հարազատներ ջան։ Սիրելիներս, ուրախ, օրհնված, հաճելի օր եմ մաղթում բոլորիդ։ Ձմեռը աննկարագրելի գեղեցկություն է բերել մեզ համար, ոնց որ սավանը սփռված լինի ամբողջ գետնով մեկ։ Ասեք, որ գեղեցկություն է, գեղեցիկ տեսարան է։ Առավոտվանից, սիրելիներս, որդիս դուրս է եկել, թե փողոցն է մաքրել, թե մեր շուրջ բոլորը տան լրիվ մաքրել է, ավլել է, այնքան շատ է ձյունը եկել։ Ես էլ որոշեցի այս գեղեցկությունը նկարեմ, սիրով տեղադրեմ էջումս և դուք էլ սիրով հաճելի դիտեք, իմ լավ բարեկամներ։ Իսկ հիմա դրսից եկամներ, սիրելիներս, բակի մասն եմ ցույց տալի, նորից մաքրած, ավլած, ասեմ, որ այսօր շատ ցուրտ չի, բավականին տաք է, արև է, էստեղ էլ մեր մեքենան է կայանված, շուրջ բոլորը նորից մաքրած, ավլած։ Հիմա գնանք ներս, որովհետև մրսեցի։ Այստեղ էլ տույաները, տեսնում եք, կեսով շատ ձների մեջ են։ Էլի հետևորդներ ջան, իսկ հիմա դեմքով սիրով բարևում եմ ձեզ բոլորիդ։ Ողջույն իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Դուրս էի եկել դուրս, ձեզ ցույց տվեցի, թե ինչպիսի ձյունառատ ձմեռ է այս տարի մեզ մոտ, և ցուրտ է, և շատ գեղեցիկ է սպիտակ սավանով սփռված ձյունը։ Եկել եմ ներս, իսկ սիրով ուզում եմ ձեզ ցույց տամ այսօր որդուս գնած գնումները։ Սիրելիներս, գնել է 10 կիլոգրամ այսպիսի թարմը, համ ոսկորոտ է լավ ճաշի համար, սոուսների, սուպերի համար և փափուկ։ Պետք է տոլմա պատրաստեմ, երբ որ պատրաստեմ, սիրով ցույց կտամ ձեզ։ Սա միսը։ Կաղամբ 2 գլուխ, կիտասկի կաղամբ աղցանի համար, գազար, գնել է նեխուր այսպիսի լավ ուտելու համար, ես շատ սիրում եմ նեխուրը լվանամ ուտեմ և ապուր կպատրաստեմ, չնայած Արցախցիքում ունեմ մեր հողամասի նեխուրը, քյարավուզ, կարող եմ նայից արցախցիքից անել և պատրաստել։ Սա կանաչ բողկն է, մենք բոլորս էլ շատ սիրում ենք ընտանիքի անդամներով, այս կանաչ բողկը սիրում ենք։ Էստեղ ծաղկա կաղամբ, կպատրաստեմ ինձ համար սուպ և ձվով կտապակեմ։ Կարմիր պղպեղ, չգիտեմ կծու է թե քաղցր է, օգտագործելու ժամանակ կիմանանք։ Սա էլ բրոկլի է, վիտամիններով հարուստ է բրոկլի և օգտակար է մեր օրգանիզմի համար։ Էստեղ սիրելիներս կիտայսկի կապուստայով աղցան է, պատրաստի են գնել, շատ կծու է, որովհետև չինացիները շատ օգտագործում են համեմունքներ կծու, շատ, արդեն պրոպ ենք արել, այստեղ երեխաների համար փախլավա է, բայց գիտեք ինչ, մեր թխած փախլավաների նման չէ, շատ, ինձ դուր չի գալիս այս փախլավան, շաքարը շատ է, ոնց որ շաքարա ջրով պատրաստած լինեն, ուղղակի վերցրել է երեխաների համար։ Այստեղ խառը կանաչի է, համեմ է, միշտ Հայաստանի կանաչի է, միշտ բերելուց Հայաստանից փաթաթում են թերթերի մեջ, մեր հայկական տրասվորտն է։ Խառը կանաչի է, համեմ է, սամիթ է,
Հələ տեսեք ինչ համեմ է, բացել եմ, տեսնում եք, ընտիր եւ մաղադանոց է։ Սոխ է սովորական, այստեղ մեր հայկական չանախ պանիրն է, թրջած եք վերցրել, մենք արդեն հասցրել ենք կտրտել, լցնել կոպրակների մեջ։ Այսպես հարմար է։ Այս էլ գնումները։ Իսկ հիմա ուզում եմ ինձ համար պատրաստել հավի մսով, բրոկլիով, ծաղկակաղամբով, գրեչկայով սուպ դիետիկ։ Հիմա կդասավորեմ, կմաքրենք միասին կանանչին եւ սուպը ընթացքը ցույց կտամ ինչպես եմ պատրաստում։ Սիրելիներս, բոլոր գնումները տեղավորելուց հետո ամուսինս կտրտում է միսը։ Փափուկներն առանձնացնում ենք առանձին, որպեսզի տոլմա փաթաթեմ, եւ ոսկորները առանձին ենք դնում, ճաշացուները մի խոսքով։ Ինչքան մսեղեն ենք գնում, ամեն անգամ կամ ամուսինս պետք է այդպես կտրտի, կամ էլ որդիս, երբևիցե ես չեմ կտրատեմ միս, իմ լավ բարեկամներ։ Հիմա այդպես թող փափուկներն առանձնացնի, տեսնում եք ինչ լավ կարմիր միս է, որովհետև եթե մուգ է մսի գույնը, միսը համեղ է լինում, նշանակում է մեծ անասուն է, իսկ որ մի փոքր ռոզվիանման թույլ է լինում գույնը, կարմիր չի մուգ, դա նշանակում է, որ երիտասարդ անասուն է, իսկ մեծ անասունի մսով ճաշերը, տոլմաները շատ համեղ են ստացվում, սիրելիներս։ Պակետներ եմ դրել ատնառազվի կողքս, որ դնեմ պակետների մեջ։ Որ տանը միս է լինում, արդեն կողմնորոշվում ենք, բոլորս էլ այդպես ենք, տնային տնտեսուհիները, օրը մի բան պատրաստում ենք, չնայած ամեն օր մսով ճաշ չենք պատրաստում, մի օր կարտոֆիլ ենք պատրաստում, մի օր փլավ ենք պատրաստում, մի օր այդքան փակոցներ ենք արել, ամառային ճաշ, կանաչ լոբի եմ դրել սառցախցիկը, էդ ենք պատրաստում, խորոված բիբար, բադրջան, պամիդոր ենք դրել, դա ենք հանում պատրաստում, օրը մի բան պատրաստում ենք, հաջորդ օրը արդեն մսով ճաշ, տղամարդ են աշխատանքից վերադառնում են, մանավանդ այդ ցուրտ եղանակին ջրալի ճաշը սազական է, պետք է անպայման պատրաստ լինի ջրալի ճաշ։ Էդպես իմ լավ բարեկամներ, սա էլ կավարտենք նոր, կանցնեմ արդեն ինձ համար սուպ եփելու։ Սիրելիներս, իսկ հիմա պետք է կտրտած ոսկորոտ միսը ամեն անգամվա պակետի մեջ ամեն ճաշացուն առանձին լցնեմ, դնեմ սառցախցիկը, այդպես բերանը հանգուրց կտամ եւ մի քիչ էլ կհարթեցնեմ, որ կոշտ չլինի։ Միսը իրար վրա լցնելով պակետի մեջ կոշտ եղած դեպքում չես կարողանում դասավորես սառցախցիկի մեջ, տեղ շատ է գրավում։ Հիմա այդպես կտորները բորշին առանձին պակետ կդնեմ, սոուսին առանձին եւ երեխաներին էլ 2 կտոր այդ փափուկ մսից կդնեմ, չնայած իրենք չեն սիրում, չեն ուտում ճաշի մեջի միս, բայց ես կդնեմ։ Այդպես հերթով կարգով կլցնեմ պակետները, կդասավորեմ սառցախցիկը։ Հիշում եմ, որ առաջներում սառցախցիկ չկար, միսը դնում էինք խոլոդի մեջ, սառնարանի խոլոդի մեջ, սառում էր, սառույց էր կապում, բոլորդ էլ կհիշեք իմ լավ բարեկամներ, պետք է անջատեինք, մի օր էլ հարկավոր էր, որ հալվեր, սառույցը մաքրվեր, որ միսը հանեինք, անգամ մեկ անգամ
այդ դանակով չէ փորձում էինք մաքրել, հանել սառույցը շուտ լելու դեպքում մի անգամ էլ խոլոդը ծակել է իմ լավ բարեկամներ։ Այս քիչ միսը, որ 4 կտոր եմ դրել, սառցախցիկում ունեմ 2 պակետ, մի քիչ յուղոտ, ոսկորոտ միս։ Այս 4 կտորի հետ բորշ կպատրաստեմ, իսկական բորշի միս է, յուղոտ միսը։ Կխառնեմ և կպատրաստեմ բորշ, դրա համար առանձին դրեցի, որպեսզի իմանամ, որ խառնեմ, չեմ կարող հետո սառցախցիկից իմանալ, թե որն էր բորշի միսը։ Բոլորն էլ հերթով այսպես կշարեմ, նոր արդեն կանցնեմ ինձ համար դիետիկ սուպ պատրաստելու։ Բերում են տղամարդիկ, մենք էլ կանայքս, տնային տնտեսուներս պետք է դասավորենք, այնպես որ յոլա տանենք ընտանիքը, ամեն ինչը չափի մեջ, մի օր միս, մի օր դա, մի օր նա, այդպես պատրաստում ենք և յոլա ենք տանում ընտանիքի անդամներին, սա էլ էսպես, բավականին էլ կա և կանցնեմ արդեն փափուկ միսը լվանալուն։ Վերջ սիրելիներս, հիմա հաշվեմ քանի պակետ եղավ, դնեմ սառցախցիկը, բավական է, բավականին ժամանակ մեզ, ինչ նոր տարվանը միս էինք գնել, հիշում եք 22 կիլո միս էր, վերջ 6 պակետ, դա մի քիչ է, ոչինչ, ունենք, խառնեմ, արդեն բորշը կլինի շատ միս։ Այստեղ էլ սիրելի հետևորդներ ջան, տոլմայի միսը լցրել եմ սառը ջրի տակ հոսող, բավականին ժամանակ, ջուրը արդեն վրայից հոսում է, հիմա լավ կլվանամ, կլցնեմ ցանցի մեջ, որ ցամաքի, ջուրը ցամաքի, այդպես, այդ ջիլերը հանում եմ, չեմ սիրում ջիլոտ միս աղալ, նոր կլվանամ, պոկում եմ։ Այսօր չեմ պատրաստելու սիրելիներս տոլմա, երբ որ պատրաստեմ, սիրով ձեզ ցույց կտամ։ Պատրաստի ճաշ ունենք, դրա համար չեմ պատրաստելու, երևի վաղը կպատրաստեմ և վաղվա հոլովակի մեջ ցույց կտամ, մանրամասը, մի քիչ կաղամբով եմ փաթաթելու, մի քիչ էլ մեր հողամասի խաղողի տերևից դեռ ունեմ, նրանով խաղողի տերևով կպատրաստեմ, այդպես, ահա ջիլ է չէ, պոկում եմ, չեմ թողնում, բավականին միս է, դեռ բավականին էլ խոզի միս ունենք աղալու, իրար հետ լավ համադրվում են խոզն ու տավարը իրար հետ խառնելով, ստացվում է շատ փափուկ համեղ, թե կոտլետներ, թե բլինչիկի համար խճողակ և թե տոլմայի համար, շատ համեղ է ստացվում, մի հատ էլ այդպես ցողեմ ջրի տակ, թողեմ ջրքամվի միսը։ Միսը լվանելուց հետո լվանում եմ նաև ծորակի շուրջ բոլորը։ Այդպես տեղը տեղին լվանում, մաքրում, չորացնում եմ, միսն էլ դնեմ մի կողմի, թող ջրքամվի, որպեսզի աղանք։ Սիրելիներս, եփել եմ մի կտոր հավի միս, աղ եմ ավելացրել, հիմա էլ ավելացնում եմ 3 ճաշի գդալ լվացած
ջրքանված հնդկաձավար, կխառնեմ, բերանը կծածկեմ, մարմանդ կրակով թող մի փոքր եփի, մինչև այդ ընթացքում կտրատեմ բոլոր բաղադրիչները։ Այսօր պատրաստում եմ շատ համեղ դիետիկ ճաշ բրոկլիով, գյազարով, ծաղկակաղամբով, մի փոքր էլ նեխուրով։ Շատ համ համեղ է ստացվում, համ էլ շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Վիտամիններով հարուստ ճաշ եմ պատրաստում։ Հիմա կտրատում եմ գյազարը, ձողիկների նման երկար, կարող ենք ինչ ձև ցանկանանք, այդ ձև էլ կտրատենք, կարող ենք քերիչով անցկացնել, տարբերություն չկա սիրելիներս, այս ապուրը ճաշը ասեմ, շատ օգտակար է մանավանդ շաքարային դիաբետիկ մեր նման հիվանդների համար, կալորիականություն չկա մեջը և շատ վիտամիններով հարուստ ճաշ է։ Հիմա կմանրացնեմ մի փոքր կտորել նեխուր, քարավուզ։ Այդ ճաշը բաղադրիչները, սիրելիներս, ինչքան ուզում եք, այնքան էլ լցրեք։ Ես 2 անգամվա համար եմ պատրաստում, այսքան բաղադրիչները բավական են, առանց յուղի եմ պատրաստում։ Մի փոքր էլ իջեցնեմ կրակը գազօջախի, թող ավելի մարմանդ եփի։ Բրոկլին, որը որ շատ խոշոր է, չեմ կիսում, նաև այդպես եմ անում ծաղկակաղամբը, շատ չեմ մանրացնում։ Հիմա մանրացնելուց հետո լցնում եմ ափսեի մեջ, արդեն բոլորը կտրատեցի, վերջացրեցի։ Հիմա ճաշին պետք է ավելացնեմ կտրտած բանջարեղենը, բրոկլին, ծաղկակաղամբ, գյազարը և նեխուրը, կխառնեմ, կավելացնեմ նաև թարմը կանաչի։ Ես ավելացնում եմ միայն սամիտ, դուք կարող եք պատրաստելու ընթացքում ավելացնել մաղադանոց, համեմ, ես միայն սամիթով եմ սիրում այս ճաշը պատրաստել, շատ համեղ է լինում։ Մի հատ էլ կխառնեմ թեթև, թող մարմանդ եփի։ Ընթացքում աղն էլ կտեսնեմ և քիչ լինելու դեպքում կավելացնեմ աղ։ Հիմա կհամտեսեմ ճաշը, աղի է, ալանի է։ Աղիությունը լավ է, աղ չեմ ավելացնելու սիրելիներս, մեզ նման դիետիկ, շաքարային դիետիկ հիվանդներին աղի շատ հարկավոր չէ, վնասակար է։ Իսկ հիմա արդեն պատրաստ է մեր դիետիկ ճաշը, ափսեն բերեմ մատուցման և լցնեմ ափսեի մեջ։ Հիմա լցնեմ մատուցման ափսեն, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ շատ անուշ բույր է տարածվել խոհանոցում, շատ չեմ եփել, որպեսզի ոչ բրոկլին, ոչ ծաղկակաղամբը, գյազարը շատ չտրորվեն։ Դե ինձ մնում է ինձ ասել, ինձ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում սիրելիներս։ Սիրելիներս, այսօրվա համար էլ այսքանը, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ այդքան բարի եք ու դրական, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, գրկում և համբուրում եմ բոլորիդ, լավ մնացեք։